Միացյալ Նահանգներն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաղ թե ուշ մենք դրան կստանանք։ Մենք դրան հետևում ենք։ Գիտեք, ես ստեղծել եմ այսպես կոչված տիեզերական ուժեր, եւ նրանք հետևում են այդ ամենին ամեն օր, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփն անդրադարձել է նաև Վենեսուելային ու Չինաստանին։ Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է։ Նրանք դժբախտ էին, իսկ հիմա երջանիկ են։ Արտադրվող նավթի քանակը հսկայական է, ասել է նա։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Սի Ցզինփինը շատ լավ ու խելացի մարդ է։ Նա սիրում է Չինաստանը։ Իրանի հետ պատերազմը չի ավարտվել, քանի որ դեռևս կա հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Դեռ կան ուրանի հարստացմամբ զբաղվող կայաններ, որոնք պետք է վերացվեն։ Դեռ շատ անելիք ունենք, ասել է նա։ Բանակցությունները կապիտուլյացիա չեն, սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առաջ, եւ եթե խոսքը երկխոսության կամ բանակցությունների մասին է, դա չի նշանակում կապիտուլյացիա կամ նահանջ։ Ընդհակառակը, մեր նպատակն է պաշտպանել իրանական ազգի իրավունքները եւ անսասան ուժով պաշտպանել ազգային շահերը, գրել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի համար։ Ես խորապես ցավում եմ դրա համար, եւ մենք նրա հետ կքննարկենք նրա այցը Մոսկվա, ասել է Մերցը Ստոկհոլմում կայացած համաժողովում։ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության միակ ներկայացուցիչն է եղել, որն այցելել է Մոսկվա հաղթանակի 81-ամյակի առթիվ։ Երրորդյա հրադադարի երկրորդ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումներ չեն եղել, եւ որ Վլադիմիր Պուտինն ինքն է ասում, որ վերջապես պատրաստ է իրական հանդիպումների։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ թեև հրթիռային հարվածներ չեն հասցվել, բայց առաջնագծում եւ հարակից տարածքներում մարտերը շարունակվել են եւ խաղաղություն չկա։ Սակայն եթե ռուսները որոշեն վերադառնալ լայնածավալ պատերազմի, Կիևի պատասխանը չի ուշանա։ Շրջագայության դուրս եկած Հոնդյուս զբոսանավը, որի վրա հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, մայիսի 10-ին ժամանել է Թեներիֆե։ Ուղևորները նախ թեստ կհանձնեն եւ ախտանշանների բացակայության դեպքում կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։ Իսպանացի ուղևորները կտեղափոխվեն ռազմական հոսպիտալ, իսկ մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան եւ Նիդերլանդները ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ Եվ վերջում Նեպալի օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է։ Օդանավը թռիչքն իրականացրել էր Ստամբուլից։ Ինքնաթիռում եղել է 277 ուղևոր։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։